Ղուկասի ավետարանի 15-րդ գլխում գրված է մի շատ հետաքրքիր պատմություն, որը մտածում եմ շատ շատերին է քաջ հայտնի պատմություն, որը մենք կոչում ենք անառակ որդու վերադարձը պատմությունը։ Եվ այս պատմությունը պատմեց Հիսուս Քրիստոս եւ այն ինչ որ ուսուցում ունի մեզ տալու, որ հասկանանք թե ինչպիսին է հոր սիրտը կորած զավակների հանդեպ։ Եվ տեսեք, պատմությունը շատ հետաքրքիր ձևով է սկսվում, որ ասում է մի մարդ երկու որդի ուներ։ Մենք շատ հաճախ մտածում ենք, որ պատմությունը որդու մասին է, թե ինչպես նա վատնեց իր կյանքը եւ ինչպես վերադարձավ հոր մոտ։ Բայց շեշտադրումը եւ գլխավոր հերոսը այստեղ ոչ թե որդին է, այլ հայրը։ Եվ գիտենք, որ պատմությունը ինչպես է զարգանում, որ որդին գալիս է հոր մոտ ժառանգություն ուզելու եւ հերական մշակույթում դա նույնն է, որ ասես մերի կամ չեմ սպասում, թե երբ ես մեռնելու, որովհետև այդ ժամանակներում միայն հոր մահից հետո էր ունեցվածքը անցնում որդու ձեռքը կամ ժառանգներին։ Որդին այդ ժամանակ հրաժարվում էր ոչ միայն հորից, այլ ամբողջ ընտանիքից եւ ասում է իմ բաժինը դու տուր, որպեսզի ես գնամ ծախսեմ ինչպես ուզում եմ։ Եվ այս հայրը ամբողջությամբ մերժված է իր որդու կողմից։ Հետո հայրը ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջև։ Հայրական մշակույթում մեծ եղբայրը միշտ ստանում էր կրկնակի բաժինը։ Եվ որդին վերցնում է իր բաժինը կրտսեր որդին եւ գնում է իր ունեցվածքը վատնելու անառակությունների վրա, տարբեր հաճույքների վրա եւ գիտենք, որ վերջում գումարը վերջանում է եւ նա հայտնվում է արդեն խոզերի կերակուր ուտող կարգավիճակում։ Դա նշանակում է, որ նա իջել էր ամենաընկած վիճակին եւ երբ որ նրա կողքին մինչ այդ կային ընկերներ, որովհետեւ նա լիքը գումար ուներ եւ երբ որ գումարը վերջանում է նույնպես ընկերները։ Եւ երբ որ արդեն ընկնում է, նա հասնում է ամենաընկած վիճակին, այդ խոզերը կերակուր ուտելու ժամանակ նա մտածում է մի բան, որ ինչի համար ես մնամ այս կարգավիճակում, երբ որ իմ հոր տանը շատ ծառաներ կան, ես կարող եմ գնալ խնդրել իմ հորը որպես ծառա կարգավիճակով մտնել տան մեջ, ապրել նրա տանը եւ գոնե ես ծածկ կունենամ, պաշտպանություն կունենամ։ Եվ նա այս ամեն ինչը մտածելով, խորհելով, թե գնամ որպես ծառա լինեմ, այս մտքերով նա որոշում է գալ վերադառնալ իր հոր տուն։ Ծառա լինել նշանակում է, որ դու վաստակես քո հացի համար, քո հավանության համար, դու ջանք անես, որպեսզի վաստակես ունենաս այդ ամեն ինչը, քո առողջության համար դու պետք է վաստակես, բարօրության համար դու պետք է վաստակես, որ ինչ որ բան դու վաստակես քո ջանքերով։ Եվ երբ որ նա այս մտքերով գալիս է, թե ծառա լինեմ հոր տան մեջ, նա այս մտքերով գալիս է եւ պատմության մեջ ասում է, որ հայրը հերվից տեսնում է որդուն գալուց, այսինքն նշանակում է, որ հայրը այդքան ժամանակ ոչ թե ինքն իր գործերով էր համակերպված, թե որդիս չկա, քնածել ենք իր կյանքով ապրելու, այլ հայրը անդադար սպասում էր, թե երբ է իր որդին հետ վերադառնալու։ Դրա համար ասում է, երբ որ հերվից տեսավ, որ որդին գալիս է, ինչ արեց հայրը։ Նա ոչ միայն սպասեց, թե երբ է որդին գալու մինչև տուն, եւ իր մտածած ճառը ասի իրեն, այլ հայրը դուրս է գալիս եւ վազում է որդուն ընտառաջ։ Գիտեք, այդ մշակույթի մեջ, եթե 30 տարեկանից բարձր տրամարտը արդեն չէր վազում եւ ամոթ էր համարվում նրան, որ վազեր, որովհետեւ նա արագ էր վազելու եւ Հիսուս Քրիստոս երբ որ պատմեց այս արագը, նա ոչ թե օգտագործում է այն բառը, որը թեթև վազքին է վերաբերվում, այլ այն բառն է օգտագործում, որը արագ վազքին է վերաբերվում։ Եվ հայրը այդ արագ վազելու համար պետք է նախ առաջինը իր երկար հանդերձները վերև հաներ մի փոքր, որպեսզի կարողանար արագ վազել, եւ դա նրա տարիքի համար արդեն մշակույթի մեջ ամոթ էր համարվում։ Հիսուս Քրիստոս ցույց է տալիս, որ նա կողքի դրեց իր ամոթը հանուն իր որդու եւ նա գնաց իր որդուն ընտառաջ, որովհետեւ իր որդին ավելի թանկ ու կարեւոր էր իր համար, քան նրա ամոթը։ Եվ հայրը վազում է որդուն ընտառաջ, գնում է, գրկում է եւ տեսեք, որդին ինչ էր մտածում այդքան ժամանակ, որ գնամ, իմ հորը ասեմ այս տեքստը, որ հայր, ես մեղ գործեցի քո եւ երկնքի առաջ եւ ընդունիր ինձ որպես քո ծառան քո տան մեջ։ Եվ տեսեք, երբ որ հայրը մոտ է գալիս իր որդուն, որդին ընդամենը հասցնում է ասել իր պարապած տեքստի սկզբի հատվածը, թե հայր, ես մեղ գործեցի քո եւ երկնքի առաջ։ Եվ շարունակությունը հայրը էլ թույլ չի տալիս, որ ասի, թե ես եկել եմ որպես ծառա լինեմ քո տան մեջ։ Գիտեք,
մեր հայրն էլ ունի հարստություն, մեր հայրն էլ ունի ծառաներ, հրեշտակներ, ովքեր ծառայում են նրան, եւ այդ հրեշտակները նույնիսկ մեզ են ծառայում, երբ որ հայրը հրահանգ է տալիս։ Եւ հայրը գրկելով իր որդուն ասում է. «Բերեք նրան լավագույն հանդերձանքը, լավագույն պատմուճանը», եւ այդ մշակույթի մեջ լավագույն հագուստը կրում են բարձրաստիճան դեմքերը։ Եվ երբ որ մեկը հյուր էր գնում մյուսի տուն եւ մտնում էր տուն, այդ տանտերը պետք է լավագույն հանդերձանքը, այդ պատմուճանը գցեր հյուրի վրա։ Մինչ այդ հյուրը նրա տան էր նստած են, զրուցում են, ճաշում են, այդ հանդերձանքը պատմուճանը այդ հյուրի վրա էր, եւ այս որդին ստանում է լավագույն հանդերձանքը հոր կողմից, ցույց տալով, որ թեև դու կորած ես, թեև դու սխալ կյանքի մեջ ես եղել, վատնել ես ամեն բան, բայց այսօր, երբ որ դու հետ ես վերադարձել, այդ ճիշտ խոսքերով ես վերադարձել քո հոր մոտ, որ ներիր ինձ, գիտեք, սա ապաշխարության պահն է, երբ որ մենք գալիս ենք մեր հոր առաջ եւ ասում ենք. հայր, ներիր ինձ, ներիր իմ սխալները եւ ընդունիր ինձ քո տան մեջ, երբ որ մենք այս խոսքերն ենք ասում, հայրը մեր վրա է գցում իր արտարության հանդերձանքը, այդ բարձրաստիճան մարդու հանդերձանքը, որ պատիվ տա մեզ այդ հագուստով։ Մենք այս հագուստի պատմության խորհուրդը նույնպես տեսնում ենք Հին ուխտի մեջ, երբ որ Հակոբը ուներ 12 որդիներ եւ այդ 12-ից մեկը Հովսեփն էր։ Հովսեփը 11-րդ որդին էր։ Եվ ինչպես մենք արդեն տեսնում ենք, առաջնեկը ստանում էր կրկնակի բաժինը։ Եվ եթե ինչ որ ձևով առաջնեկը չէր ստանում այդ կրկնակի բաժինը, այն ասում էր երկրորդ որդուն։ Բայց ինչպես անցավ միանգամից 11-րդին, ինչու այդ լավագույն հագուստը, լավագույն բանը ստանում է 11-րդ զավակը Հովսեփը, ինչու էր այդ հավանությունն ու օրհնությունը ստանում Հովսեփը համեմատած իր եղբայրներին։ Գիտենք, որ Աստված եւ թե այդ հայրը սիրում էր բոլոր 12-ին էլ, չնայած այնտեղ նշվում է Հովսեփի հանդեպ հատուկ վերաբերմունքի մասին, բայց հայրը բոլորին էր սիրում, բայց ինչու Հովսեփը ուներ այդ վստահությունը, որովհետև հայրը սիրում էր նրան ու հանուն նրա գույնս գույն շոր էր նվիրել։ Դա լավագույն շորն էր, որ նրա եղբայրների միջից միայն Հովսեփը ուներ նման շոր։ Չնայած որ հայրը սիրում էր բոլորին նույն ձևով, բայց Հովսեփը հաստատ գիտեր, որ նրան սիրում էր իր հայրը եւ այդ հագուստը այդ սիրո խորհրդանիշն էր։ Հայրը նույնպես հատուկ վերաբերմունք ուներ Բենյամինի հանդեպ, բայց Հովսեփը հաստատ գիտեր, որ նրան հավանում էր հայրը, հարգում էր, սիրում էր եւ այդ հագուստը այդ սիրո հատուկ վերաբերմունքի խորհրդանիշն էր։ Բայց չնայած նրա, որ Հովսեփը պայքարում էր իր կյանքի համար, նրան ծախեցին, նրան ուղարկեցին Եգիպտոս ստրկության, նրան պատժեցին, բանտ գցեցին մի բանի համար, որը ինքը չէր արել, բայց տեսեք, որքան Հովսեփին ճնշեցին, դա հակառակ ազդեցություն ունեցավ, ավելին նա բարձրացավ, եւ այդ ճնշումները, այդ փորձությունների ընթացքում Հովսեփը մի բան գիտեր, որ նա սիրված է։ Եվ այդ հագուստը միշտ եղել է խորհուրդ, որպեսզի նա հիշեր, որ ինքը սիրված է եղել։ Տեսեք, նախքան Հիսուս Քրիստոսի անապատ ուղարկվելը, հայրը հռչակեց, որ դու ես իմ սիրելի որդին։ Հիսուսը նախքան փորձությունները գիտեր, որ ինքը սիրելի է, եւ գիտեք, Աստված էլ միշտ հետաքրքրված է նրանով, որ մենք հաջողակ լինենք մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Մենք կարող է հետաքրքրված լինենք միայն մեր օրինակի համար ֆինանսական ոլորտում, որ օրհնված լինենք, շատ փող ունենանք, բայց Աստված հետաքրքրված է, որ մենք օրհնված լինենք բոլոր ոլորտներում, թե ֆինանսների մեջ, թե ամուսնության մեջ, թե էմոցիոնալ դաշտում, թե հարաբերությունների մեջ, թե հոգեբանական վիճակում։ Տեսեք, այս բոլորը իրականում շատ կարևոր են։ Եվ ուզում եմ, որ մենք նայենք Եսայի մարգարեության 61-րդ գլխի 10-րդ խոսքը, որ ասում է. Ես ուրախությամբ պիտի ուրախանամ Տերով, իմ անձը պիտի խնդա իմ Աստծով, որովհետև նա ինձ փրկության հանդերձներ հագցրեց, արտարության պատմուճանը գցեց ինձ վրա, ինչպես մի փեսա, որ տնում է իր պսակը, եւ մի հարսի պես, որ զարտարում է իր հանդերձանքով։
Գիտեք, սա լավագույն հանդերձանքն է, ուրախության հանդերձանք։ Ասում է ուրախությամբ պիտի ուրախանամ, խնդամ իմ Աստծով, որովհետև տեսեք, ի՞նչն է իմ ուրախության պատճառը, իմ արտարությունը եւ իմ փրկությունը։ Տեսեք, ասում է, որ ես արտարացված եմ Աստծո առաջ։ Հայրը ծառաներին հրահանգեց բերել այդ հագուստը, միշտեր որդին դեռ հեռու էր եւ հայրը ընտառաջ էր վազում նրան։ Աստված գիտեք, միշտ գալիս է այնտեղ, որտեղ մենք ենք։ Եվ երբ որդին գյուղ մտավ, բոլորը նրան տեսավ լավագույն հանդերձանքում, որովհետև հայրը արդեն հագցրել էր այդ լավագույն հանդերձանքը իր որդու վրա։ Եվ ասում է արտարություն եւ փրկություն։ Եվ տեսեք, երբ որ Հիսուս Քրիստոս պատմում էր այս առակը, մտածում եմ, որ այս պատմությունը այս մարգարեությանն էր վերաբերվում, որ ինչպես մարգարեն ասում է, որ Աստված հագցրեց մեզ փրկության հանդերձանքը, արտարության պատմության գցեց ինձ վրա, այդպես էլ հայրը, երբ որ գալիս է որդուն ընտառաջ, նա ծածկում է որդու ամոթը եւ հագցնում է արտարության հանդերձանքը, այդ պատմությանը հագցնում է իր որդուն։ Դա արտարության խորհուրդն էր, որ այլևս ես ծածկում եմ քո անցյալը, ծածկում եմ քո վատ արարքները եւ քո ապաշխարությունից հետո ես հագցնում եմ արտարության եւ փրկության պատմության հանդերձանքը։ Այսօր Իսրայելում, եթե մենք տեսնենք, հարստացումները հագնում են ավելի ժամանակակից հագուստներ եւ այդ ժամանակ, եթե մենք տեսնենք ինչպես է հակած հարսը եւ ինչպես է հակած փեսան, նրանք ամբողջովին իրենց լավագույն այդ հանդերձանքն էին հագնում, որ ամենագեղեցիկը փեսան էր իր զարդարանքով, իր տեսքով եւ նույնպես հարսը իր ամբողջ զարդարանքով, ոսկեղենով, հարստությունով նա ներկայանում էր իր հարսանիքի ժամանակ։ Բայց կարող է մենք հարսանիքի հաջորդ օրը մենք չտեսնենք նրան այդպես զարդարված ու գեղեցիկ, բայց երբ որ խոսքը ասում է, որ դուք էլ փեսայի եւ հարսի պես կինեք, այսինքն մշտական վիճակ է ներկայացնում, որ մենք ամեն օր ենք այդ գեղեցիկ հանդերձանքով կանգնած Աստծո առաջ։ Եվ ինչ է անում այս հայրը, երբ որ մոտենում է իր որդուն եւ հանդերձանքը գցում է իր որդու վրա, մյուս բանը որ անում է 15-րդ գլխի Ղուկաս ավետարան 15-րդ գլխի 22-րդ խոսքում ասում է մատանին դրեք նրա մատը։ Այսօր ինչ խորհուրդ է մատանին։ Այսօր բոլորս կարող եք կրենք մատանին որպես սիրո խորհուրդ, հավատարմության խորհուրդ, կամ ինչ որ մեկ ինչ որտեղ է ավարտել այդ համալսարանի կամ ինչ որ հաստատության որպես խորհուրդ կրի մատանին, բայց աստվածաշնչյան ժամանակներում այն պատկանում էր հարուստներին եւ ինչ որ որոշում կայացնելիս է մատանիով կնիկ էիր դնում որպես իշխանության խորհուրդ։ Կարող է մտածենք, թե չէ որ այս որդին լիքը փող էր կորցրել եւ այս պատմության մեջ իրական մերժվածը ոչ թե այս որդին, այլ հայրն էր։ Եվ դա իրականում մեր հայրն էր, ում սերն ավելի շատ էր, քան մերժվածությունը։ Եվ մեր այս վիճակների մեջ, անհույս վիճակի մեջ, գիտեք, ավելին է հոր գրկելը, քան մեր ցուցաբերած բունտն ու դիմադրությունը կամ մեր սխալները։ Մեր հոր մեկ համբույր ավելի զորավոր է մեր ընկած վիճակից։ Ինչու ապրել ինչպես ստրուկ, եթե Աստված մեզ որդիներ է դարձրել եւ գցել է մեր վրա արտարության պատմությանը։ Գիտեք, Հիսուս անունը ազատում է մեզ մեր ամեն սխալներից, երբ որ մենք գալիս ենք հոր մոտ զղջումով ու ապաշխարությունով։ Հետո հայրը տեսեք ասում է հագցրեք նրան կոշիկներ։ Դա նշանակում է, որ տղան ոտապոպիկ էր եւ հավանական է, որ նրա ոտքերը կեղտոտ լինեին, ցեխոտ լինեին։ Գիտեք, կոշիկ բառը այդ ժամանակ երկու բառով էր կրվում։ Առաջինը սանդալոն բառն էր, որ օգտագործում էին աղքատ իսրայելացիները, իսկ երկրորդը հունարեն բառը հուպոդիմա բառն է, որը կաշվից կոշիկներն էր։ Այդ ժամանակ նրանք կրում էին որպես զարդարանք։ Եվ այդ երկուսից հետաքրքիր է որ բառն է օգտագործում Հիսուս Քրիստոս այս առակը պատմելով։ Նա օգտագործում է երկրորդ բառը հագուստի զարդարանքի կոշիկներ իմաստով։ Գիտեք, թշվառ ու խեղճ ապրելակերպը սատանան է մտցրել հոգևորների մեջ, որ տպավորություն լինի, որ հոգևորները պետք է աղքատ լինեն։ Սա աստվածաշնչյան չէ, որովհետև Աստվածուն որոշում էր այդ մարդիկ հարուստ էին դառնում։ Աբրահամը շատ հարուստ մարդ էր եւ Աստվածում որոշում էր նրանք հարուստ էին դառնում։ Աստված տեսեք դեմ չի, որ մենք փող ունենանք, այլ Աստված դեմ է, որ փողը մեզ կունենա։ Աստծո նպատակն է, որ մենք նրան երկրպագենք, իսկ փողերը մեզ ծառայեն։
Եվ տեսեք այս 3 բառերը՝ լավագույն հագուստը, մատանին եւ կոշիկը խոսում է հարստության մասին։ Եվ տեսեք հայրն էլ հարուստ է եւ նաեւ բարձրաստիճան էր եւ նա էլ իր որդուն մտեց այդ կարգավիճակի մեջ։ Հայրը երբեք չտրտնջաց ու երբեք չասեց թե տես դու վատնել ես քո հարստությունը եւ ուղղելու համար քեզ պետք է ուղղակի փորձնական ժամանակ անցկացնենք, տեսնենք թե դու արդյոք փոխվել ես թե չէ։ Սկզբից քեզ կտամ ուղղակի մի հատ ուղղակի պլաստմասե մատանի կամ ուղղակի մի հատ աղքատի հողաթափեր, որպեսզի տեսնենք, էլի դու փոխվել ես թե չէ, ոտապիկ չլինես այդ ընթացքում։ Բայց տեսեք, այս հայրը ում որդին անարգել էր իրեն, բայց նա նույն հայրն էր, ով հերվից տեսնելով իր որդուն վազեց հանդիպելու իր որդուն, որտեղ լցված էր ողորմությունով ու սիրով ու երկար համբուրում էր իր որդուն։ Ու նա չասեց թե արի փորձնական ժամանակ անցկացրու, այլ երբ որ մենք գալիս ենք այդ ապաշխարության խոսքերով հոր առաջ, նա ընդունում է մեզ եւ դնում է այն կարգավիճակի մեջ, որը որդու կարգավիճակն է, եւ ամեն բան տվեց իր որդուն, որտեվ արդեն լիարժեք որդի էր։ Երբ որ սա լիներ օրենքի ժամանակ, օրենքը պահանջում էր մարդկային արտարություն եւ Մովսեսը ներկայացնում էր օրենքը, իսկ Հիսուս ներկայացնում էր շնորհքը։ Աստված երբեք էլ չի սիրել օրենքը, որովհետև նա ուզում էր մարդկանց հետ շփվել շնորհքի հիմքի վրա։ Օրենքը պահանջում էր մարդուց մարդկային արտարությունը, որ պահեին այդ օրենքը, որպեսզի լինեին արդար, իսկ շնորհքը մեզ տալիս է արտարությունը որպես նվեր։ Օրենքն ասում է, եթե չհետևես 10 պատվիրաններին, ապա Աստված երբեք քեզ չի օրհնի։ Իսկ շնորհքի տակ Հիսուսը կատարեց Աստծո բոլոր պատվիրանները եւ որպես նվեր մեզ տալիս է իր օրհնությունները։ Օրենքի մեջ Աստված ասաց Մովսեսին, թե հանիր կոշիկները, որովհետև սուրբ վայրում ես կանգնած։ Օրենքի մեջ ոչ մի մարդ իրավունք չուներ կանգնելու Աստծո ներկայության մեջ, իսկ շնորհքի մեջ Աստված ասում է կոշիկներ հագցրեք նրա ոտքերին, որովհետև իմ որդին իրավունք ունի կանգնելու իմ ներկայության մեջ։ Տեսեք, այն կոշիկները, որը հագել է Հիսուս, այն հիմա մեր հագին է։ Մենք նրա դիրքն ենք գրավել, որովհետև նա է մեր դիրքը գրավել։ Եվ Հիսուս Քրիստոս մեր վերքերը վերցնելով նա դարձավ մեղք եւ մենք էլ արդար դարձանք նրանով եւ նրա արտարությունն ենք հագնում եւ նրա արտարությունն ենք ընդունում։ Դրա համար ասում է ուրախացեք ձեր Աստծով, խնդացեք ձեր Աստծով, որովհետև նա արտարության հագուստներ հագցրեց ձեզ եւ փրկության հագուստը պատմուճանը ձեզ հագցրեց։ Եվ Ղուկասի 15:23 շարունակում է, թե հայրը ինչ արեց եւ ասում է. «Բերեք պարարտ եզը, մորթեք եւ պետք է ուրախանանք, խնջույք անենք, որտեւ իմ որդին կորած էր եւ գտնվեց, մեռած էր եւ կենտանացավ»։ Եվ տեսեք, Հիսուս Քրիստոսն է պատմում այս պատմությունը եւ այսօր քչերն են ասում, որ պետք է ուրախանալ։ Գիտեք, նույնիսկ հոգեվորներից կարող ենք տեսնենք, որ քարոզում են այսպես, որ իրական հոգևորը պետք է չուրախանա, պետք է միշտ լուրջ դեմքով, տխուր դեմք ունենա, որ նրա դեմքը լինի հանդիմանություն այս աշխարհին։ Գիտեք, ես գիտեմ, որ եթե մեկը հասկանում է, որ ինքը փրկված է, արտարացված է, արդեն բավարար պատճառ է ուրախանալու համար։ Եվ մյուս բանը, որ Աստված ինքն է կոչ անում, որ մենք ուրախ լինենք, մենք խնդանք։ Գիտեք, Հիսուս Քրիստոս պատմում է այս պատմությունը, որ մենք տեսնենք, հասկանանք, թե ինչպիսին է հոր սիրտը եւ ինչ վիճակ է տիրում հոր տան մեջ։ Հոր տան մեջ միշտ ուրախություն է, ցնծություն է, խնջույք է, հարսանեկան վիճակ է, առիթ է, որ ասում է ամեն մի ապաշխարած մարդու համար երկնքում հարսանիք է, խնջույք է, տոն են անում երկնքում։ Մենք հասկանում ենք, որ դա տրտում վիճակը չի, դա տխուր վիճակը չի, դա հոգևորի դեմքից է պետք է երևա այդ ուրախությունը, ցնծությունը, որ մենք Աստծով արտարացված ենք եւ դա բավարար պատճառ է ինձ ուրախանալու համար։ Մենք միշտ մշտական տոնի մեջ ենք եւ հոր տան մեջ միշտ երկու պար է, միշտ ուրախություն է, որովհետև ցանկացած մեկի ապաշխարությունով այնտեղ տոնակատարություն է, այնտեղ ուրախություն է։ Եվ այս պատմության մեջ Հիսուս Քրիստոս ասում է, որ հայրը ասեց մորթեք ես եւ ուրախացեք, ցնծացեք, եկեք տոնենք, երեկույթ անենք։ Եվ այնտեղ միշտ երկու պար է սիրելիներ, եւ երբ որ նրա ավակ եղբայրը գալիս է դաշտից տուն, նա լսում է երաժշտության ձայնը եւ տեսեք, ոչ թե նա ասում է մտնեմ տեսնեմ ինչ ուրախության ձայն է իմ հորտան մեջ, իմ տան մեջ, այլ նա կանչում է ծառաներից մեկին եւ հարցնում է, այս ինչ հաշիվ է, այս ինչ ուրախության ձայն է մեր տնից։
Եվ ներս չի գնում, նրա սիրտը խռովում է, որովհետև ասում է ծառան, թե քո եղբայրը, այն եղբայրը, որ ծախսել ամբողջ ունեցվածքը, ծախսել ամբողջ անառակների վրա, հետո վերադարձել քիչ չէ, մի բան է, հայրը տոնակատարություն է անում այդ եղբորդ համար։ Եվ գիտեք, հայրը հետո հազիվ է համոզում, որ նրան նես է տարել, թե գիտես, եղբայրդ կորած էր, վերադարձել է, մեռած էր, կենտանացել է, եւ ուրախության պատճառն է ցույց տալիս իր ավագ որդուն։ Այսօր գիտեք, այսօր բոլորս կարող ենք ուրախանալ այն Տիրոջ տված արտարությունով ու փրկությունով, որ Տերն է մեզ տվել, եւ դա բավարար պատճառ է ուրախանալու համար։ Եվ տեսեք, ինչից է սկսվում այս զրույցը։ Հիսուս Քրիստոսը սրանից առաջ պատմում է կորած գառնուկի պատմությունը, եւ Աստված իրականում հետարկրված է Աստված վերափոխված սրտերով, հոր սիրտը կփոխի մեր սիրտը։ Սա պատմեց Հիսուսը, որ ցույց տա, թե ինչու է տոնում եւ ուտում խմում մեղավորների հետ, որովհետեւ իր հայրը երեկույթ է կազմակերպում, եւ հետո նա պատմում է պատմություն, որ եթե մեկը 100 ոչխար ունենա եւ մեկը կորի, ով կգնա եւ կորած գառնուկին կփնտրի, որ գտնի, տնի իր ուսերին եւ իր ընկերներին հավաքի եւ ասի, եկեք տոնենք այս մեկ կորած գառնուկի գտնվելը։ Չկա այսպիսի հովի, որ թողնա 99 չկորած գառներին եւ գնա փնտրի մեկ կորած գառնուկին։ Կամ չի լինի, որ նա գտնի, կա ուղակի տոնի այդ պահը։ Դա կարող է անել միայն Հիսուս Քրիստոս, որովհետև նա է միակ բարի հովիվը։ Գիտեք, նրա համար մենք ուղակի ոչ թե ամբողջի մեջ ուղակի մեկն ենք, այլ նա հենց մեզ է սիրում եւ նա մեզ անունով գիտի։ Գիտեք, մենք պետք է ուրախ լինենք, սիրելիներ։ Այսօր կարող է ինչ որ մեկի դեմքին նայես եւ հոգեվոր դեմքին նայես, չտեսնես նրա մեջ այդ ուրախությունը, բայց Հիսուսի հայացքը ոչ միայն կրակով է այրում մեղքը մեր կյանքի մեջ, այլ նաև հայացքով ընտնում է մեղավորներին։ Նա ոչ միայն վտարում է դևին, այլ նաև տուն է հրավիրում մեղավորներին։ Մարդիկ այսօր տառապում են մերժվածության դեմ, բայց Հիսուսը եկավ, որ մխի տարեր կոտրված սրտերին։ Եվ նա իր սիրտը փշրում է, որպեսզի մեր սիրտը նորոգի։ Այսօր հայրը կանչում է մեզ իր տան մեջ ուրախանալու համար, որ մենք թեև կորած ենք եղել շատ շատերս, բայց այսօր գտնված ենք Հիսուս Քրիստոսի միջոցով, եւ եթե մենք այսօր մեզանից ինչ-որ մեկը այսօր այդ վատ վիճակի մեջ է, այդ վատ կյանքի մեջ է, կախվածությունների մեջ է, իմանանք, որ մեր հոր սիրտը միշտ սպասում է մեզ։ Նա անդադար սպասում է, թե երբ ենք մենք հետ վերադառնալու մեր սխալ կյանքից, մեր վատ սովորություններից եւ գալու հորը ընտարաջ եւ ասենք, որ հայր, մենք մեղ գործեցինք, թե մարդ հարաբերության մեջ, թե մարդ Աստված հարաբերության մեջ։ Եվ գիտենք, երբ որ մենք այս խոսքերով գալիս ենք հոր առաջ, հայրը գրկապած ընդունում է մեզ եւ բավարար է այդ խոսքերը, որպեսզի հայրը ասեր մեզ. «Բարով եկար իմ տուն, արի մտիր հայրական տան մեջ»։ Որպես լիարժեք որդի, ոչ թե որպես ծառա, այլ որպես որդի, եւ նա մեզ այսօր կհագցնի արտարության եւ փրկության հանդերձանքը, պատմությանը։ Նա կտնի մեր մատին իշխանության մատանին, որը որդիության եւ իշխանության խորհուրդն է, եւ նա կհագցնի մեզ կոշիկներ եւ կասի մտիր քո հոր խաղաղության մեջ, որպես լիարժեք որդի, եւ մտիր իմ ներկայության մեջ, որտեվ Աստծո ներկայությունը արդեն հասանելի է մեզ, սիրելիներ, եւ մենք կարող ենք այսօր գալ հոր առաջ եւ վայելենք մեր հոր քաղցրությունը, սերը, ջերմությունը եւ մնալ նրա ներկայության մեջ հավիտյան։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներ, եւ մնանք Տիրոջ օրհնության մեջ եւ թող Տիրոջ սերն ու խաղաղությունը տիրի մեր կյանքի մեջ Հիսուս Քրիստոսի անունով։ Եղեք օրհնված։